Այսինքն ոնց հարուստ է, բայց չգիտի դրա մասին։ Տենց։ Ոնց տենց։ Լսի, դու ասում էիր, որ Մելինեն հարուստ ընտանիքից է։ Այսինքն իր մահից հետո ամեն ինչ ժառանգվել է Դավիթին, բայց ինքը չգիտի։ Ոչ չգիտի, դու մտածում ես ինչ ես խոսում։ Դու ասեցիր նոր։ Ես բաներ չեմ ասել, մի հորինի։ Ոնց չես ասել, քո Լսի, հանգստացի մի հատ։ Այ քեզ բան, դե բաները ասեցի։ Լավ, նույնիսկ եթե ասել եմ ասենք, այդ քո գործն է, ես չեմ հասկանում։ Ինչ ես կպեր փոք չես գալի։ Դու քո գործերով զբաղվի, քո փողերը հաշվի։ Էս ինչ բան է։ Կներես Լուսեփ չհասկացա։ Այս թղթապանակները կտալ ես Վարդանի մոտ։ Հա, իհարկե, բայց կարողա խոսենք նոր։ Ինչ խոսենք։ Կատարվածի մասին, կներես թուրի իմացություններ։ Տանում ես, թե ես տանեմ։ Տանում եմ։ Հա, Վարդան, հա, ապրես, ամեն ինչ ճիշտ ես արել, հա, բայց մի բան, Վարդան, օֆիսից դուրս գալուց անպայման զանգիր ինձ, լավ, Հիմա Արամն ու Արթուրը ինչ են անելու օֆիսում։ դեռ նայում են, ծանոթանում են, դեռ պարզ չի, Վարդանն ասում է, Արթուրն ինձ ասեց, որ գործի համար, որ լավ կվճարեք, ես այդ գործը կվերցնեմ։ Այդպիսի բաներ, լսի դու չգիտես, Արթուր հենց ընտանիքը գումարի կարիք ունի։ Չգիտեմ, պետք է երևի Արամին հարցնես։ Հա, իհարկե, Արամին կհարցնեմ։ Իսկ Լուսեն։ Լուսեն ինչ, Լուսեն ու Դավիթը միասին են աշխատում։ Ինչ, դուրդ չեկավ, չէ։ Ասա, լսում եմ։ Հա, չի գալիս։ Իսկ ինչ կա այդտեղ դուր գալու։ Լսիր, քեզ հետ ընդհանրապես խոսել չի լինում, գիտես։ Էն ինչ ես եմ առաջարկում, քեզ դուր չի գալիս։ Իսկ դու ընդհանրապես ոչինչ չես ասում։ Նստի թե այդ խմի։ Շնորհակալ եմ, արդեն խմեցի։ Անայիս, ես ինչ հա։ Դավիթն է նվիրել, այնքան լավն է։ Հայկական է։ Դու եկավ կուզես։ Նռեն է, ինչ սիրուն անում է։ Էս իրենց Instagram-ի էջն է։ Նայի պատվիրի։ Եթե ամենօրյա խնամքի միջոցներ կան, պատվիրի։ Այս մեկը։ Էլ։ Այսը։ Հեսա պատվիրդ գրանց եմ։ Ման, բայց ինչ-որ բան է եղել եկել է սենյակս։ Չէ, ուղղակի երբեմն հորդ հետ անտանելի է դառնում, ասեցի գամ մի քիչ էլ քեզ հետ շփվեմ։ Բայց այդ կոնտրությունն է, չէ։ Ես չեմ բողոքում, բայց դու առիթից մի օգտվի։ Ման վիկան է գալու մի քիչ ուշ։ Նորմալ է։ Մնալու է։ Խանգարում է։ Ինչ չէ, իր ծնողների համար նորմալ է։ Հա։ Դե թող կա, ինչ ասում։ Լավ, գնացի, շնորհակալություն Նորենեի համար։ Չէ։
Ալո։ Հա, հասել եք արդեն։ Լավ, հիմա գալիս եմ։ Չկարա լինի։ Այո։ Ոչ մի խնդիր, ուղղակի հիմա պարոն Սրապյանը տեղում չէ։ Հա, իհարկե կփոխանցեմ։ Չէ, չեմ մոռանա, հանգիստ եղեք։ Բարի։ Թաղի նախ Yes, մենակ կոֆե ես խմում, հա։ Անոնочка։ Քաղաքապետարանից։ Երբ։ Պարոն Սրապյան, տարածքի մեծացման հետ կապված հիմնավորումն էին ուզում ու նախագիծը։ Դե բայց ասացի, որ դուք տեղում չեք։ Չէ, դրանք հենց հիմա է պետք ուղարկել, հենց հիմա։ Դե հա, բայց թղթերը ձեր մոտ են։ Լսի, դու հիմա օֆիսում ես, չէ։ Հա։ Հիմա գնա իմ համակարգչի մոտ։ Դու բացի ասում եմ։ Սպասի, հեսա կոդը կուղարկեմ, սպասի։ Հասավ։ Եկավ, պարոն Սրապյան։ Այս այդ ֆայլերն են։ Ուրեմն ամեն մեկից 2 օրինակ տպում ես տալիս ես մակիչին։ Ինքը տանում հանձնում է, հենց հանձնի ինձ զանգում ես, եղավ։ Իզաբելочка, ամեն կացը չունենք։ Էս էլ սենց։ Հա, հասկացա։ Լավ, հիմա աշխատանքն է։ Տեսնակը դու տեսել արդ։ Հա, երկրորդը շատ լավն էր։ Հա։ Ընդմիջում չանենք, սոված չես։ Դո բավարս չանենք, այն էլ Da Vinci սուշին։ Արամն է եղբայրս ու Արթուրը իր անգերը։ Կարող ես ծանոթանալ։ Ողջույն Արամ ջան։ Վերջապես ծանոթացանք։ Հա գալիս գնում եմ ձեր տուն ու միշտ պարապում ես։ Դե բացեք։ Վերջը ո՞նց հանձնեցիր քննությունդ։ Շատ էլ լավ հանձնեցինք։ Հիմա էլ եկել ենք Արգամձյայի մոտ աշխատելու։ Լուրջ։ Հա։ Շատ լավ, այդ դեպքում 4-ով կաշխատենք։ Դե, սկսեք։ Ով ուշանա բան չի ստավա։ Ես առաջարկում եմ գինին էլ բացել։ Դե համել ծանոթությունը կնշենք։ Ինչ չի թվում, որ պապայի դուրը կգա։ Տոն ուրիշ է։
Բայց օֆիսում։ Էլի սկսեցիր բիձա։ Չէ, ճիշտ է ասում։ Ավելի լավ է դնենք խմիչքների մոտ։ Դե, սկսեք։ Մտածեցի ու հասկացա, որ դու ճիշտ ես։ Ինչքան էլ Արթուրը դուրս գալիս է, մեկը նոր ենք ծանոթանում։ Այսինքն էլ մեծ բաներ չես ուզելու։ Չէ, թեթև բան 4-ով։ Էլի 4-ով։ Անայիս կարաս ձևեր չթափես։ Մեկը գիտեմ, որ Արամը դուրս գալիս է։ Մեկն էլ լիներ հարցներ, դրա ինչը պետքա դուրս գար։ Բիզբիզ մազերը։ Թե չգիտեմ, դու որոշի։ Բայց նենց արա մի բան դուրս գա։ Այդ պարտադիր է։ Անայիս դե 4-ով հավես է։ Համեն նոր ենք ծանոթացել։ Լավ չի, որ երկուսով ենք։ Ես է քո թիկնազորն էի։ Մի նեղացի։ Չեմ նեղանում, Վիկ։ Ուղղակի միշտ չի որ կողքդ եմ լինելու։ Նես որ կողմնորոշվի Արթուրիդ հարցում։ Ինչ վրազ ես, Անայիս, նոր ենք ծանոթացել։ Ինչ ա կատարվում հետդ չեմ հասկանում, երբեք սենց չես եղել։ Չեմ ուզում այդ տղուն տենամ։ Այդքան դուրդ գալիս է։ Վիկ, ես գնում եմ հաց ուտեմ, ինչ ուզում ես արա։ Դա ես հույս ունեմ, որ գոնե պայմանական կտամ։ Բայց դու դատարանում չես լինելու։ Ով ասեց։ Գալու եմ ու դատախազի հետ էլ կխոսեմ։ Կօգնի։ Կբացատրեմ ոնց կա։ Ինչ ասեմ։ Լավ, ես չեմ հասկանում, հնարավոր չեղավ ինչ-որ մի թել գտնել։ Դե սենց դեպքերում սպասում ես, որ մի ուրիշ գործից այդ թելը գա ու հայտնվի ձեռքումդ։ Դե գիտես, գործը ավարտելուց հետո քարտն ու հեռախոսը դեն են նետում։ Իսկ քարտը բնականաբար իրանց անունով չեն առնում։ Հա, հասկանում եմ։ Ձեր թաղում ոնց որ դες սկսել են տները վաճառել, հա։ Փակ տները մենակ արտադրամասին կպած։ Կարևորը որ այս մյուս թևի տները չվաճառեն։ Իսկ մարդիկ ոնց են տրամադրված։ Դե չեն ուզում ծախեն։ Բայց դե բոլորն էլ ունեն իրենց խնդիրները։ Կոտրելը դժվար չի։ Դե հա, պարզ։ Դե լավ, ես գնամ։ Որ ինչ-որ նոր բան լինի, քեզ իմաց կտամ։ Ով է։ Հայրս։ Ինչի։ Դեմքը շատ ծանոթ է։ Չէ, դժվար ծանոթ լինեիք։ Մահացել է 18 տարի առաջ կապիտան։ Դե լավ։ Ես գնացի։ Մի րոպե։ Լուսա։ Հեսա կզանգեմ, հա։ Հանգիստ խոսի, ես կգնամ։ Լուսա, հեսա գալիս եմ հետևից է, դու վերջացրել ես։ Հա, հոգնած եմ մի քիչ։ Դրա համար էլ ասում եմ, որ չգաս։ Արամի հետ կգնանք։ Վաղը։ Անպայման լավ։ Գնացինք։ Ուր։ Ձեզ տուն տանեմ։ Մենք կգնանք։ Պապայի մեքենան էստեղ է։ Բայց ինչի եք կանչել, ես… Եթե դժվար չէ Արտուրին կտանես, ինքը հակառակ կողմում ապրում։ Հա, իհարկե կտանեմ։ Այսօր արդյունավետ օր էր։ Եթե շարունակենք սենց աշխատել, բավականին առաջ կգնանք։ Գնացինք։ Գնացինք։ Հաջողություն։ 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 Ես չեմ հասկանում։ Պարտադիր է ինձ այս ուշ ժամին տնից դուրս հանել, հեռախոսով չէիր կարող ասել։ Իսկ ձեզ ինչի է թվում, որ բոլոր ժամերն ու վայրերը ինձ են հարմար լինում, երբ ասում եք։ Լավ, ինչ ունես ասելու, նորություն կա։ Առանձնապես ոչ մի հետաքրքիր բան, բացի մի փաստաթղթից, որը ձեզ պարտադիր կհետաքրքրի։ Այս թվերը ձեզ ծանոթ են։ Դավիթի ծննդյան թվերն են։ Մտել ես մեջ։ Չէ, չստացվեց։ Վրան կոդ կար։
Կարծում եմ, այդ հենց այն է, ինչ որ մեզ պետք է։ Դե ուրեմն փորձեք որևէ բան անել, որովհետև ես այդ կոդը չեմ կարող իրանից ուզեմ։ Իսկ այդ համակարգչի մեջ ուրիշ ոչ մի հետաքրքիր բան։ Գնացի։ Լուսի ախր հիմա դու ինձ ինչ էլ ասես, ես իմ տեսածն եմ ասում։ Այդ տղեն քեզ սիրահարված է։ Այ հիմա ես հասկանում եմ ինքը ինչի էր սա աղորը մեր տուն։ Արամ, ախր իրա սիրահարվելն ինձ ինչ։ Ոնց ինչ Լուսե։ Քո համար նորմալ է իր այդ նույն սենյակում աշխատելը։ Արամ, ինձ պապան է խնդրել, որ աշխատեմ, ես էլ աշխատում եմ։ Լուսե, ինչի իրան չես ասում Արեգի մասին։ Ինչի չես ասում, որ քո կյանքում մարդ կա։ Արամ, իմաստը, մի քանի օրվա աշխատանք է, կանեմ կվերջանա կգնա։ Լուսե, բան կա, որ ինչ չես ասում։ Արամ, ինչ լինի։ Ուղղակի այս աշխատանքը պապայի համար շատ կարևոր է։ Հա, բայց դու ու Արեգը։ Վայ, Արամ, սարեցի արդեն տուն ենք գնում։ Իմ ու Արեգի հարաբերությունները ընդհանրապես կապ չունեն սրա հետ։ Սա ուղղակի աշխատանք է, չես հասկանում։ Արի տուն։ Իզաբել։ Տիկինս աշխատանքից տուն եկավ։ Էս ուր էր տիկին, երբ դուրս եկար, ինչի դուրս եկար։ Գնացել էի քայլելու, մաքուր օդ էի շնչում։ Խմեր տան օդը մաքուր չի։ Ես լուրջ եմ հարցնում։ Արդեն ասեցի։ Լսի, դու հատուկ քարտուղարուդ կոդը չասեցիր, հա, որ ես ընդեղայի։ Վայ, տիկինս նեղացել է, հա։ Իզուր հիմա չսկսես, լավ չի անցնի։ Դու հիմա լուրջ ես խոսում։ Հա, ու չասես թե հորինում եմ, որովհետև դա ակնհայտ էր։ Մորթագալ է։ Դες արի ներս անցնենք, քանի էլի մարդ չի եկին։ Բարև պապ։ Լույս, քեզ տեսնում եմ։ Պիտի խոսենք։ Անպայման կխոսենք, բայց մեկ հարց էլի։ Այդ ու թռար են աղջկա զանգելուց հետո։ Օդանավակայան։ Լսի, ներդրումների ու բաժնեմասերի հարցով եմ եկել։ Խոսենք, հասկանանք ինչ ենք անում։ Անպայման կխոսենք, անպայման։ Իսկ այն նախկին ընկերուդ ճամփեցիր, չէ՞։ Հա, պապ, հա։ Ապրես, դե անցի։ Իսկ ինքը որտեղից գիտեր վաճառված տների մասին։ Չգիտեմ։ Իսկ ինքը այդ երեխեքի գործից բացի ուրիշ բան չասաց։ Սրապյանի պահով։ Չէ, ոչ մի բան չասաց։ Չի էլ ասի։ Ոչ մի բան չեն իմանա։ Ամոյն տեսել ես այսօր։ Չէ։ Արեգ ինչ է եղել, մտքերով ես, բան է եղել։ Կապիտանը այսօր պապայի նկարը տեսավ, ասաց, որ դեմքը ծանոթ է։ Ես էլ ասացի, որ վաղուց մահացել է, դժվար թե ծանոթ լիներ։ Ու այդ պահին Լուսան զանգեց, ինքն էլ ոնց որ պահը հարմարացներ ու շուտ փախներ։ Չգիտեմ իրականում ինչ տարօրինակ թվաց ինձ։ Մյուս անգամ որ տեսնեմ հարցնելու եմ։ Ծանոթը։ Դե հա, այդ պարզը, ասում եմ պարզը, իրենք առավոտ իրար հետ կխոսեն, հետո քեզ կոնկրետ ինչ պետք է կասեն։ Լա, լսի, դու ինձ են ասա, գոհ ես, աշխատով եմ, լավ, հասկացա, Վարդան, չէ, լավ, հարկավոր չի, ես մի հատ Արամի հետ կխոսեմ, հետո առավոտյան քեզ կզանգեմ, լավ, դե բարի գիշեր։ Ոնց, այսքանը պատմեցի ու քո համար ես ոչ մի բաներ, մամ։
Արամ ջան, Լուսեն սիրուն աղջիկ է, նորմալ է, որ հետևից նայում են։ Հա, բայց Լուսեն նշանված է, մամ, ազատ չի, ոնց որ չես ուզում դու ինձ հասկանաս։ Ընդհանրապես խոսքապ են արել։ Ոնց թե ընդհանրապես, մամ։ Արիգն ու Լուսեն սիրում են իրար։ Ու պապայի ասացի պատճառով են իրանք խոսքապ արել։ Իրանք եկել են նշան դնելու։ Բայց դա էլ կապ չունի։ Լուսեն սիրած տղա ունի ու իմ համար նորմալ չի, որ ինչ որ ուրիշ տղա կարա իրան նայի սիրահարված հայացքով։ Ես ամեն ինչ հասկանում եմ, Արամ ջան, բայց հիմա դու հանգստացի, խնդրում եմ։ Ոնց հանգստանամ, մամ։ Լուսենն էլ ասում է, պապան է խնդրել, որ ես գործը անեմ։ Գործը վերջացնեմ, ամեն ինչ կավարտվի։ Դե ճիշտ է ասում։ Չէ, էլի մամ, չէ։ Ոչ դու, ոչ Լուսեն ինչ չեք ուզում հասկանաք։ Ես ավելի լավ պապայի հետ խոսամ։ Չգիտեմ, պապ։ Անընդհատ ասում ես կլուծվի ու չի լուծվում, այդ հարցը մնում է օդից կախված։ Ես թղթերը արգամից վերցրել եմ, այդ առաջի ժամկետին էլ բան չի մնացել։ Այդ արգամը մտածի, դու ես խառնվել իրար։ Ձեռ ես առնում։ Անընդհատ ասում ես կօգնեմ ու ոչ մի բան չես անում, կարող է միտքդ փոխել ես։ Չէ, դուրս, ուղղակի չգիտեմ ոնց ասեմ, որ ճիշտ հասկանաս էլի։ Ոնց կա տենց ասա։ Հա որ։ Այո, հաստատ հենց ասեցի, ամեն ինչ փչացնելու ես։ Ավելի պարզ կխոսես, պապ։ Լավ։ Դու արգամի աղջկան սիրում ես, չէ՞։ Հետ ինչ կապ ունի իմ ասացի հետ։ Խնդրեմ, ասի չէ, որ ամեն ինչ կփչացնես։ Լսի դու գնա տուն։ Ես ու արգամը կհանդիպենք, կպայմանավորվենք, այն մնացածն է, ես ու դու արդեն կանենք, լավ։ Չեմ հասկանում քեզ։ Դու պետք է չի տենց մաքուր մնա։ Լսի, տղես, իսկ այն նախկին ընկերուիդ Անդմիշտ գնաց, չէ։ Ես գնացի։ Պահ, այս տանը բոլորն ես նեղացկոտ են դարել։ Հա, որովհետև ամեն անգամ լսի տղես, լսի, հետո կխոսանք էլի։ Դու են ասա արգամի աղջկա հետ առաջին օրը ոնց անցավ։ Շատ վատ։ Իա, այդ ինչի որ։ Մի խոսքով ես գնացի։ Ներդրումների մասով եթե բան ունենաս ասելու, զանգի կգա։ Մենակ չասես, որ դու էլ չես հասկանում ինչ եմ ասում, պապ։ Չէ, տղա ջան, ես քեզ շատ լավ էլ հասկանում եմ։ Բա ինչ ես սենց հանգիստ։ Որովհետև ես 18 տարեկան չեմ, ոնց որ դու։ Ես քեզ ուշադիր լսեցի, չէ՞։ Դե հիմա փորձիր դու ինձ լսել ու ես էլ քեզ կփորձեմ ամեն ինչ բացատրել։ Լավ։ Տես տղա ջան։ Ես միևնույն է այն կարծիքին եմ, որ Արեգին ու Լուսեին ժամանակա պետք է։ Իսկ այդ ընթացքում կյանքը շարունակվում է։ Լուսեն այնպիսի ոլորտ է ընտրել, որտեղ հիմնականում տղամարդիկ են աշխատում։ Ու այնպես չի, որ եթե տղամարդն իմանում է, որ իր դիմաց կանգնած կինը ամուսնացած է, դադարում է հիանալ նրա գեղեցկությամբ։ Չէ, այդպես չի։ Հիմա ինչ վերաբերում է Դավիթին։ Հա, ես գիտեմ, որ Դավիթը սիրահարված է Լուսեին։ Գիտեմ ու դա շատ պարզ երևում է, բայց ես վստահում եմ Դավիթին։ Ես գիտեմ, որ ոչ մի ավելորդ բան իրեն թույլ չի տա։ Ես շատ լավ ճանաչում եմ նաև Լուսեին։ Եվ այո, թող սա լինի փորձություն, թե Արեգի, թե Լուսեի համար։ Եվ հետո ես Լուսեին խնդրել եմ, եթե ինչ-որ բան, ինչ-որ կերպ խանգարի իրեն, ինձ անպայման տեղյակ բայի, ու նա խոստացավ։ Իսկ հիմա ինչ վերաբերում է քեզ, ես շատ ուրախ եմ, որ դու որպես եղբայր անհանգստանում ես քրոջդ համար։ Բայց հանգիստ եղիր։ Գիտեմ, ես քեզ բան էի ուզում հարցնել։ Արթուրի ընտանիքը դրամի կարիք ունի։ Ոնց որ հասկացա։
Դե տեսեք, որ մեկը ինչով է ուզում զբաղվել, եթե ինձ տեղյակ պահիր։ Լավ։ Հիմա ինչ է եղել։ Ախր ես է ժամը պետք է օֆիսում լինեի։ Կլինես, քեզ ով բռնել։ Նայ։ Ինչ ինչն է։ Ինթավի են 5 հոգու պատմությունն է։ Այն երկուսը հեչ, ամփոփնակիչ, ամեն լուրջ խնդիր չի, բայց այն 3-ը, մանավանդ Համազասպ Թևոսյանը, լրիվ գանձ են, գանձ։ Դե լավ էլի։ Ձեր ուզածին ասեք։ Դեռ չենք ասել, բայց արդեն ճանապարհին է։ Բայց ես այդ ինչ կապում եմ։ Պայմանավորվել ենք, չէ՞ որ մարդ ես ուղարկելու մոտները։ Հա, իհարկե պայմանավորվել ենք, իհարկե։ Բայց այստեղ մտածեցի, որ քեզնից լավ տեխնացու չկա այս գործի համար։ Չէ։ Հա, Վարդան։ Հա։ Աս ախպեր։ Չէ, դու մտի ես մի քիչ կուշանամ։ Արդ կզանգեմ, էլի դու մտի։ Լավ։ Յա ինչ կա, ես մեր տուն էի գալիս։ Բայց եկել եմ քո հետ խոսելու բանան։ Ինչ ա եղել։ Չէ, հանգիստ, բան պիտի ասամ։ Լուսեի հետ է կապված։ Լուսեն լավ է։ Բայց ասելիքս Լուսեի հետ է կապված։ Ու հիմա ինչ։ Որպես բանկի աշխատող եմ հա գնալու։ Դա չէ ինչ բանկ, այս անոնոչքան կգա, պայմանագրերը կտպի ու կտա ձևդ։ Ինչ պայմանագիր։ Շատ սիրուն պայմանագիր, որտեղ որ պետք է խոշոր տարերով, որտեղ որ պետք չի շատ մանր տարերով։ Հետո էլ ինչ, առաջի անգամ չի։ Իրանք իմ ընկերությունից փողը կստանան ու իրանց տները գրավ կդնեն։ Շատ ցածր տոկոսով ու ամենակարևորը շատ կարճ ժամկետով։ Այսքան բան։ Ոնց։ Քո ընկերության անունից։ Չեմ ուզում որ Արգամի ընկերության անունից լինի։ Շես ված միտք չգիտես։ Լսի Արգամը տեղում կմնա, եթե այդ պայմանագիրը դեմը դնեն։ Ես եմ դες մտածում, հրամեր հարվածը իմ վրա եմ վերցնում։ Սպասել եմ։ Նոնոչկը մայա, ուր ես։ Հա, դե արի, կարևոր գործ կա։ Նոնոչկան 5 րոպեից դելա։ Լսի Սարապյան ջան, վաղը մյուս օրը առերեսում ա լինելու։ Արգամը ինձ կթաղի։ Երբ առերեսում լինի, Արգամի ուշքու միտքը դու չես լինելու հանգստացի։ Անհնար բան ես ասում։ Վերջ, որոշված է։ Ու շպիտով, Վարդան, շպիտով։ Մեռնելուց առաջ խրխռալը որն է, ու մի շատ կարևոր բան։ Հենց որ այդ թղթերը իրանց ստորագրություններով բերեցիր, չէ։ Հատանես փոխանցում եմ անելու, որ տեսնես ու զարմանաս։ Փողը քեշով կտամ։ Լսի դրանք որ այդքան փող տեսան, չէ։ Չոքերը թուլանալու է, վրա ստորագրեն, հասկացար։ Այդքան քեշով ուր եմ գնալու։ Ոչինչ։ Մակիչը հետդ կգա, մի անհանգստաց։ Ես ամբողջը։ Ու եթե դու ինձ ասես, թե պապայի մտքին ինչ կա, ես շատ շնորհակալ կլինեմ։ Ես մենակ կարող եմ ասել, որ հայրդ շատ է ուզում քեզ օգնել ու ամեն ինչ արմա դրա համար։ Ու ինձ թվում է ուզում է դրանով Արգամին շահագրգռի։ Բայց Արգամին շահագրգռելու ինչ կա։ Այդ մարդը ինքն էր ասում, որ շատ ուրախ կլիներ, եթե մեր մոտ ինչ-որ բան ստացվի։ Դե ասելը մի բան է, նպաստելը ուրիշ։ Էլ ոնց նպաստի։
Լսի մի հարց եմ ուզում քեզ տալ, բայց պիտի անկեղծ պատասխանես։ Ասա։ Ինչ կանես, եթե այդ աղջկան ստիպեն քո հետ ամուսնանալ։ Չհասկացա, այսինքն ոնց ստիպեն։ Դե որ ինքը չուզի քեզ հետ ամուսնանալ ու ստիպված լինի։ Կամուսնանաս հետը։ Բայց յաջարգամ ինչ ասաց։ Դե ինչ ասած մեջը լիքը տրամաբանություն կար։ Բայց այդ չի կարևորը։ Արեք կարող է Լուսեին բերես ձեր տուն վերջ։ Արամ ինչ կա ուղիղ ասա։ Արամ։ Մերոնք լուրջ չեն վերաբերվում ձեր ասածներին։ Պապան չի հավատում, որ դուք ամուսնանալու եք։ Լուսեն քեզ շատ է սիրում։ Հաստատ ինքն էլ դեմ չի լինի։ Լուսեին բեր ձեր տուն, հետո հարսանիք եք ուզում կանեք։ Դու ինչ որ կարևոր բան ինձ չես ասում։ Պապանից բան չի ասել։ Կարող է ես եմ սխալ զգում, բայց չգիտեմ։ Ինձ թվում է պապան չի ուզում, որ դուք ամուսնանաք։ Լսի, բավարար դու այդքան ներդրում ես անում, բայց ի վերջո օրինակ այդ աղջիկը չուզի քեզ հետ ամուսնանալ։ Ինչ ես անելու։ Վինա ջան, չէ, ինչ երկու շաբաթ, ես դրա ժամանակը չունեմ։ Գրիշկա մոտը, որ իմաստորագը։ Եթե վաղ արգամը փոխանցում չարես չէ, կանեմ։ Մյուսն էլ աստորեն Լուսեն ընկել, հա։ Ես ուզում եմ ձեր փեսան դառնալ ու ներդրում անել ընտանեկան բիզնեսի մեջ։ Մնացածը ինձ հետ կներեք։